Հայ գաթողիկե երիտասարդության համաշխարհային հանդիպումի ձեռնարկը White 2026, որոնք կազմակերպված էին Լիբանանի հայ գաթողիկե երիտասարդաց միության կողմէ «Մեկ սիրտ ի Քրիստոս» նշանաբանով ավելի քան 6 երկիրները ժամանած երիտասարդներու մասնակցությամբ հնքորյա հոգևոր եւ գազմավորման ուղևորություն մնային, որոնք միավորեցին աղոթքը, դաստիարակությունը, ծառայությունը, ուխտակնացությունը եւ եղբայրական կյանքը։ Ծրագիրը ընթացավ 3 ամբողջական գազմավորիչ փուլերով, որոնք սկիզբ արին անջարի հայ գաթողիկե Սուրբ Վարդարանի Դիրամոր եկեղեցու մեջ, Աստուծո մեջ արմատացած սիրտ խորակրով առաջին հանդիպումով։ Սույն հանդիպումը բարեցին քույր Ռիտա Զիեդեն եւ սարգսակ Պիեր Մդաուարը։ Աշխատանոցը երիտասարդները հրավիրեց թե ներկայացման, թե բաց երկխոսության, խմբային քննարկումներու եւ հավաքական աշխատանքի ընդմեջ են հաստատելու, որ Աստուծո հետ խորունկ հարաբերություն է այն հիմքը, ուրգե գպխին հավատացյալ մարդուն ինքնությունը եւ քրիստոնյա երիտասարդին արաքելությունը եկեղեցվո եւ ընկերության մեջ։ Երկրորդ փուլը գգրեր թիմացինին հետ հաշտված սիրտ խորակիրը, որ ներկայացուց զմարու պատրիարքական գղերի միապանության թբրևանքի մեծավոր հայր Գարո Փելենջյանը։ Գազմավորման հանդիպումները եզրափակվեցան երրորդ փուլով, որ գգրեր ինքն իր հետ հաշտված սիրտ խորակիրը։ Սույն փուլը ներկայացուց հայր Ռուի Աբդալլան, գետրոնանալով ներքին հաշտության եւ մարդկային հասունության կարեւորության վրա իբրև մուտ թեպի հավասարակշռված հոգևոր կյանք։ Աշխատանոցի ընթացքին տեղի ունեցավ նաև զրույց հոգեբան Ժան Աբի Սահադեի հետ, որ մասնակիցներուն հետ քննարկեց ինքնաընդունման զգացումներու գարավարման եւ հոգեգան առողջության վերաբերող հարցեր, ինչպես նաև պատասխանեց անոնց հարցումներուն հոգեբանական եւ հոգեվոր չափումները իրարու միացնող երկխոսությամբ։ Գազմավորման ընթացքը ներառեց նաև հոգևոր բահմը Սուրբ հաղորդության առջև երկրպագության եւ աղոթքի ժամով, մեկնելով այն գիտակցութենեն, որ հավատքը բդղափեր կդառնան ծառայությամբ եւ պատասխանատվությամբ, մասնակիցները այցելեցին փրկչական քույրերու Դար էլ Սահադե ձերանոցը, ուր ժամանակ անցուցին բնակիչներուն հետ մոդիգության, ընկերակցության եւ դարեցներուն հանդեպ հոգադարության գեղեցիկ օրինակը ընծայելով։ Մշակութային կետնի վրա երիտասարդները մասնակցեցան գեղարվեստական եւ ավանդական երեկոներու, որոնք արտացոլացուցին հայկական ինքնության հարստությունը եւ խթանեցին իրենք ինքնադիպ ձևով ծանոթանալու իրենց պատմության եւ ժառանգության, ինչ որ ամրապնդեց անոնց պատկանելիության գիտակցությունը։ Ձեռագիրը հատկացուց նաև ուխտակնացության եւ զբոսաշրջության գայաններու բաժին։ Անոնք այցելեցին Լիբանանի կարևորագույն հոգևոր վայրերը, որոնց մեյեն Հարիսայի Դիրամոր սրբադեղին, Սուրբ Աննայի եւ Սուրբ Շարբելի վանքը, ինչպես նաև Զմարու Դիրամոր մայրավանքը, որ հայ գաթողիկե եկեղեցվո հոգևոր գետրոններ։ Այս մայրավանքի հովանիին տակ մասնակիցները ապրեցան յուրահատուկ հավատքի փորձառությունը, քալելով Սուրբ Նահատակ Ինքնադիոս Մալոյանի հետքերով այն վայրի մեջ, ուր ան ապրած եւ ուսանած էր, անոր սրբաթասում են 1 տարի ետ գայանմը, որ կվերապրեցներ սրբության վկայությունը եւ հայ գաթողիկե եկեղեցվո մեջ արմատացած հավատքը։ Եզրափակիչ օրը սկսավ ուխտակնացության եւ հավատքի քայլերթով, որուն ընթացքին մասնակիցները քալեցին երկնքի ճանապարհով Ջունիեն մինչև Հարիսայի Լիբանանի Դիրամոր սրբադեղին։ Մոտ 3 ժամ դեված այս հոգևոր քայլերթին ընթացքին երիտասարդները իրենց աղոթքները բարձրացուցին խաղաղության համար, մասնավորապես մերձավոր արևելքի մեջ վերանորոգելով իրենց հանձնառությունը ըլլալու հույսի եւ հաշտության առաքյալներ իրենց եկեղեցիներուն եւ համայնքներուն մեջ։ Հանդիպումը եզրափակվեցավ հանդիսավոր Սուրբ Պատարագով, որ նախակահեց Դանն Գիլիգիո գաթողիկե հայոց ամենաբադիվ Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան գաթողիկոս պատրիարքը Զմարու Դիրամոր մայրավանքին մեջ։ Պատարագին մասնակցեցան եպիսկոպոսներ, կահանաներ, գրոնավորներ, ինչպես նաև պաշտոնական եւ լրատվական թեմքեր,
որով այս հանդիսությունը հանդիսացավ, բսագումը այն ուղին, որ երիտասարդները առաջնորդեց եկեղեցական հաղորդության իսկական ապրումին։ Իր քարոզին մեջ նորին ամենաբադվությունը ընդգծեց, որ հանդիպումի մեկ սիրտ ի Քրիստոս նշանապանը սովորական վերնակիրը չէ, այլ հրավերն է ապրելու այն հաղորդությունը, զոր ապրեցավ առաջին քրիստոնյա համայնքը, մեջբերելով առաքյալներու գործեն։ Հավատացյալներու բազմությունը մեկ սիրտ եւ մեկ հոգի էր։ Անշեշտեց, որ եկեղեցվո միությունը կփխի Քրիստոսե, որ կմնա հավատքի առանցքը եւ առաքելության աղբյուրը։ Աննշեց, որ մասնագետները հագարակ իրենց երկիրներու, մշակույթներու եւ փորձառություններու դարբերության համախմբվեցան մեկ ինքնության, Քրիստոսի ինքնության շուրջ, իրենց եկեղեցիներուն դանելով հույսի պատկամը այնպիսի ժամանակաշրջանի մեջ, երբ մերձավոր արևելքը կդարաբի դակնապներու փերման տակ։ Անսավ վերջին խոսքը ցավին կամ բաժանման չի պատկանիր, այլ հույսին, սիրույն եւ եղբայրության, գոչ ընելով երիտասարդներուն, որ այս փորձառությունը դարձնեն նոր յանքի մեկնարկային հանգրվան եւ ոչ թե անցողագի հուշմը, որ կավարտի հանդիպումի ավարտին։ Աբա թիմելով երիտասարդներուն ավելցուց, դուք միան եկեղեցվո աբական չեք, այլ նաեւ անոր ներգան։ Վերադարձեք ձեր թեմերը, ձուխերն ու համայնքները եւ եղեք նախաձեռնող, եղեք միավորող խոսքը, երբ ուրիշներ կբաժնեն, օգնության ցերկը, երբ ուրիշներ կքաշվին եւ հույսը, երբ հիաստապությունը կսպարտի սրդերուն մեջ։ Նորին ամենաբադվությունը հաստատեց, որ հանդիպումի նպատակն էր երիտասարդներուն ցերկը հանձնել հավատքի այն ավանդը, որ եկեղեցին ստացած է սերունդներու միջոցով, հրավիրելով զանոք պահպանելու եւ հավադարմորեն փոխանցելու զայն քալիք սերունդներուն, ինչպես նաեւ սուրբ հաղորդության մեջ ներկա եղող Քրիստոսը դարձնելու իրենց կյանքի եւ առաքելության առանցքը։ Իր քարոզի ավարտին անուղեց հրավերմը, որ կփոխանցեր հանդիպումի օրերուն ամփոփումը, ասելով. այսօր մի ասեք հանդիպումը ավարտեցավ, այլ ասեք ասկե կսկսի առաքելությունը։ Պատրիարք Մինասյան նաև շնորհակալական խոսք ուղեց բոլոր անոնց, որոնք նպաստեցին հանդիպումի հաջողության, բարձր գնահատելով Լիբանանի հայ կաթողիկե երիտասարդության ընդհանուր հոգևոր վարիչ Հայր Արամ Աբրահամյանի օգնական քահանաներուն, Լիբանանի հայ կաթողիկե երիտասարդաց միության, գազմագերբիչ հանձնախումբերուն, գամավորներուն եւ բոլոր անոնց չանքերը, որոնք լրելյան եւ սիրով ծառայեցին այս եկեղեցական ցերնարգին, շեշտելով, որ որևէ առաքելական գործի հաջողություն հավաքական աշխատանքի եւ հաղորդության արդյունք է։ Անշնորհակալություն հայտնեց նաև դարբեր երկիրների հրավերին ընդառաջած երիտասարդներուն, նկատելով, որ անոնց ներկայությունը կենդանի վկայություն էր եկեղեցվո գենսունակության եւ անոր երիտասարդության հավատքին։ Ու այդ 2026-ի ավարտով վարակույրը իջավ հնկորյա այս սերնարգին վրա, որ երիտասարդներուն փոխանցեց ամբողջական հոգևոր եւ մարդկային փորձառությունը, ձիսագադարություններու, դաստիարակություններու, ծառայության, ուխտակնացության եւ հավաքական աշխատանքի ընդմեջեն, հաստատելով, որ այս հանդիպումը սովորական երիտասարդական ծրագիր մջեր, այլ եկեղեցական կարևոր հանգրվանը, որ մասնագետներու հոգիներուն մեջ արմատավորեց հաղորդության իմաստը, հավատքի առաքելությունը եւ ուր որալլա վերադառնան մեկ սիրտ ի Քրիստոս ըլլալու գոչ։